Ողջույն ձեզ քույրեր եւ եղբայրներ։ Մեր երկրի վարչապետը հա թեզ է տանում, ասում է մենք խաղաղություն ենք բերել, ստորագրելով նախնական խաղաղության պայմանագիր։ Որպես վերջի 2 տարին զինվոր չի զոհվել սահմանին, եթե թուրքը ինչ ուզում է անում է, առաջ է գալի եւ այլ։ Դու չես կրակում։ Զինվորը ո՞նց զոհվի։ Բացի դրանից դա խաղաղության պայմանագիր չի։ Գիտեք, երբ որ Սովետական միությունը գրավեց Բերլինը եւ այնտեղ հայտնվեցին տարբեր զորքեր, ամերիկացիներ, անգլիացիներ, դրանից հետո էլ զինվոր չէր զոհվում։ Ոչ սովետի կողմից, ոչ գերմանացիների կողմից։ Բայց Գերմանիան դե ֆակտո զավթած էր մի քանի երկրների կողմից։ Հետո ինչ եղավ, հետո մասնատեցին այդ երկիրը եւ այդ երկիրը տենցել, էլ չկարողացավ վերականգնել իր սուվերենիտետը, այդ թվում այսօր։ Մենք կանգնած ենք նրա դեմ, որ Նիկոլ Փաշինյանը ուզում է ստորագրի կապիտուլյացիայի պայմանագիր։ Իսկ համաձայն կապիտուլյացիայի պայմանագրի ադրբեջանցիները պահանջում են, որ 350,000 ադրբեջանցի տեղափոխվի Հայաստան եւ ապրի Հայաստան։ Հետաքրքիր չէ, մենք չենք պահանջում, որ Ղարաբաղցիները գնան Ղարաբաղ, բայց իրենք պահանջում են։ Իրենք խոսում են արևելյան Ադրբեջանի մասին։ Ու դա լինելու է։ Ու Նիկոլ Փաշինյանը ընդունելու է, որ Հայաստանի Հանրապետությունում երկրորդ լեզուն լինելու է ադրբեջանական։ Ոչ մի ձև չի կարելի դա տակից դուրս գալ, ինքը դրան է տանում, ինքը տանում է, որ մեր ժողովուրդը կանգնի եղերնու առաջ։ Ասում է, որ մյուս կուսակցությունները գան, ասում է, խաղաղությունը ռևիզիա են անելու։ Չէ, մենք ամբողջ ձեր գործունեությունն ենք ռևիզիա անելու։ Սկսած 99 թվից դուք պատասխանելու եք հարցերին, եղել եք դուք Թուրքիայում 99 թվին, թե ոչ։ Իսկ ինչ վերաբերում է առաջի օրենքներից մեկին, որ մենք գալուց իշխանության ընդունելու ենք, առաջի օրենքը գիտեք որն անելու։ Վարչապետը պաշտոնից հեռանալուց հետո իրավունք չի ունենալու պետության հաշվին ունենա թիկնազոր։ Թող այնց աշխատի, որ կարողանա առանց թիկնազորի փողոցում մանգա, որտեղ հոգնել ենք արդեն։ Լսելով, էսի փող գողցավ, էսի էս արեց, բայց ոչ մի լուրջ փող գողցող միջև այսօր չի նստել բան։ Էսի սենց արեց, մեր գլխին է սուտ տարվա մեջ ինչ ասես բերեց ջարդեց, եզրակացություն արեք, մի մտածեք օրվա հացով, մի մտածեք օրվա փողով, մտածեք ձեր թորների, ծորների մասով։ Մեր հետ եղեք, շնորհակալություն։